Սիրելի երեխաներ, ես ուզում եմ շատ կարճ ձեզ ծանոթացնեմ, օրինակ երկու պատգամավորի հետ, որոնք այսօր ազգային ժողովի նիստերի դահլիճում են։ Օրինակ, մեկը Հակոբ Արշակյանն է, որը բացառիկ զուսպ, բացառիկ լավ, բացառիկ չկոռումպացված եւ լավ անձնավորություն է, եւ երկրորդ անձնավորությունը ուզում ծանոթացնեմ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի օգնականը իրեն թույլ է տալիս տարբեր տեղերում տարբեր լկտի բաներ գրել։ Օրինակ, քիչ առաջ գրել է, որ տոնածառը զարդարում են թանկ խանութից եւ մեկնաբանել է լափել միջև վերջ ալեն։ Հիմա ես ինչ եմ առաջարկում։ Ես առաջարկում եմ Տարոն Մարգարյանը իր օգնականին վերցնի ու գնա իրանց տուն, որպեսզի իր օգնականը տենա լափելը որն է ալնում։ Տանի դատարան, որտեղ 2 միլիարդ դրամի պետությունը միայն փողապահանջում, կարա տանի Սերժ Սարգսյանից տուն, կամ Սերժ Սարգսյանի փեսու տուն, կամ այն մյուս փեսու տուն, կամ աղբոր տուն, որ այդ օգնականը իմանա լափելը որն է։ Ուրեմն ուշադիր բոլորին է վերաբերում, այս բացակայող Հայաստան դաշինքին, պուին, այն ավել պակաս խոսացող Facebook-յան, չգիտեմ, ակտիվիստներին, դերասաններին, կապիկներին, փող վեկալող մարդկանց, այո, մենք ընդունել ենք էթիկայի կանոնագիր, բայց հանկարծ չսխալվեք, բոլորդ ձեր պատասխանը օրենքի սահմանում ստանալու եք, հանկարծ չսխալվեք, մեր դաստիարակությունը, մեր պատասխանատվության զգացումը հանկարծ չխառնեք, ես բոլորի անունից ինձ թույլ եմ տալիս իմ գործընկերների անունից ասեմ, կրկնում եմ, նախընտրական process-ը սկսվում, հանկարծ չսխալվեք։ Հատվիկ Մինասյանի վերաբերյալ հարուցված քրգործերը Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում տեղ ունեցած ելույթից հատված, որ ասում է Սաղի տաղացը պատված է, որտեղից Սևանի Դաչյան կոնկրետ այդ մասով, իսկ Արտուր Սարգսյանի վերաբերյալ պնդում են, որ չի եղել որևէ ահաբեկչություն, նման խոսակցություն, ի վերջո դիմադրության շարժման օրերին են խմբեր ձևավորել, փողոցներ փակել եւ այլն։ Նախ վարչապետի հայտարարության հետ կապված ակնհայտ է, որ շատ մարդիկ իմացել են, որ դա Սերան Օհանյանի Դաչյան է, եւ չեմ բացառում, որ վարչապետը, ասենք, ով տասնամյակներ շարունակ լրագրողական գործունեությամբ զբաղվել, կարող դրա մասին իմանալ, ինչպես նաև որպես վարչապետ կարող էր իմանալ, որ նման բան է տեղ ունեցել, ուստի դրա մեջ ոչ միասին կնես չէ, դա 2017 թվին է գործը հարուցվել։ 2017 թվին է գործը հարուցվել։ Դե որովհետեւ ինչպես գործընկերներից մեկը ասաց, բայց փալակի բոլոր հարցերի բոլոր պատասխանը նոր, ինչպես գործընկերներից հենց Հատվիկ Մինասյանի ասաց, այն ժամանակ ձեռ էր տալիս Հատվիկ Մինասյանի հետ աշխատել է, հիմա երևի ձեռ չի տալի, բնական է կես կատակ կես լուրջ, բայց կարծում եմ, որ Սերան Օհանյանի գործի բերումով է այդ ամեն ինչը ի հայտ եղել, իսկ ինչ վերաբերում է ձեր ասացին, որ ասում եմ միտինգ ենք կազմակերպել եւ այլն, նախ եկեք ծուրը նստենք, դուզը խոսենք։ Բագրատ Գալստանյանը այլևս չէր կարողանում միտինգ կազմակերպել եւ դա փաստ է։ Երկրորդը, հիմա դրանք AI-ով սարքած, արհեստական բանականությամբ սարքած բաներ են թե ոչ, հիմա պարզվում է ոչ, բայց միտինգ են կազմակերպել։ Անցնենք առաջ։ Բաներից, որտեղ ասում են, որ դա միտինգի կազմակերպչական, այլ ոչ թե չեն ասում, որ էլ տենց չի, ասում են, դա միտինգի կազմակերպություն, այլ ոչ թե ահաբեկչություն։ Հիմա ակնհայտ է լինելու, նաև եթե դուք կարդաք այդ 70 քանի 77 էջ ներկայացող բանը, որ դա խաղաղ միտինգի մասին չի, հետո այնտեղ մի հատ հետաքրքիր մաս կա, որ ասում է, երբ որ մարդկանց այդ խմբերին սկսենք հրավիրել, կդառնա հայտնի, ու մարդիկ չեն գա համել ոստիկանությունը, այսինքն պարզ կդառնա ինչ են կազմակերպում։ Ուզում հասկանալ Հայաստանի Հանրապետությունում միտինգ կազմակերպելու համար, մարդկանց հրավիրելու, մարդկանց հետ բան անելու, այդ կազմակերպչական գործ անելու համար երբևիցե որևիցե մեկը մտահոգություն ունեցել է, այսինքն իրանց ստերի մեջ արդեն խճճվել են, այսինքն հիմա իրանք պատրաստ են ամեն ինչ ասել։ Հիմա նաև ասում են, չէ, որ մոնտաժված է։ Հիմա ինչ հնարավոր է իրանք ասել են, բայց տեսեք, այսօրվա տեխնիկական միջոցների շնորհիվ շատ հանգիստ կարելի է ապացուցել։ Արդյոք դա արհեստական բանականության կողմից ստեղծված է թե ոչ։ Դա հենց արհեստական բանականության մեջ դնում ես, ասում ես սա ստեղծած է թե ստեղծած չի, ինքը պատասխանում է։ Արդյոք, օրինակ, չգիտեմ, այդ ոզնիները կամ զենքը դրանք խաղաղ միտինգ կազմակերպելու համար է։ Արդյոք, օրինակ, ոստիկանության դարպասը փակելը, ոստիկանության մեքենաների տրոլեյբուսների վրա յուղը, որը որ ինքը բանով այրվող բանը դա խաղաղ է թե խաղաղ չի։ Արդյոք այն մնացած ամեն ինչը, ինչը որ ներկայացված է, դա խաղաղ է թե խաղաղ չի։ Ասում եմ, վերադառնալով Բագրատ Գալստանյանը եւ ընդդիմությունը որևիցե ձևով այլևս սպառել էր որևիցե քաղաքական գործընթաց փողոցում գեներացնելու։ Այլ բան հարցնեմ, այլ բան ասեմ։ Բայց ինչի են մարդիկ, ովքեր որ քաղաքական
այդ process-ը միշտ տանում են, այդ քաղաքական մարդիկ չկային։ Այսինքն ուզում եմ հասկանամ, այն Սարգսակը, որ ասում է Նիկոլին սպանեմ, Ալենին սպանեմ, Արարատին սպանեմ, այդ էր կազմակերպիչը քաղաքական, հա, թե այն մնացած մարդիկ են, ովքեր որ այսօր որպես մեղադրյալ են անցնում, դրանք են, բա ուր են քաղաքական գործիչները։ Մի քիչ բանով ասեմ, էլի, հա, ուր է մեր Գառնիկ Դանիելյանը այդ ամեն ինչի մեջ։ Ուր են քաղաքական են միավորները, որոնք քաղաքական խոսքը պետք է ասեին, որոնք քաղաքական գործընթացը պետք է կազմակերպեին։ Ասենք մարդկանց լավ, հասկացանք, ձեզ թույլ եք տալիս, ասում եք, այս ժողովուրդը խորա անասուն է, բայց մարդիկ կարդալ էլ գիտեն, գրել էլ գիտեն, իրանք ճիշտ ու չոր իրարից տարբեր են։ Բայց դուք չեք գաղտնալսել եք ես դրվագները, այսինքն դուք քննչական մարմինների Դա ինչ որ կարդացել եմ, նույնը դուք եք կարդացել, Ահա, պարոն Սիմոնյան, ես կարդացել եմ ժամանակի այդքան դրամադրել։ Եվ տեսեք, այնտեղ միջև 4-5 էջ այդ ձայնագրությունը ձեր ծամբած։ Մարդիկ խոսում են, որ չեն կարողանում մարզերից անգամ մարդիկ վերեն ֆինանսական մեքենաների խնդիրներ կան ու տարբեր հարցեր կան։ Ինչ է կարծում, այդպիսի իրավիճակում գտնվող մարդիկ, երբ որ չեն կարող անգամ մարզերից ֆինանսապես ավտոբուսներով մարդիկ վերեն, կարող էին ահաբեկչություն անել։ Բա կարդացել եք, մնացածը չեք կարդացել։ Բա ինչ ասում են դե։ Դասա դե հարցը տվեցիք թող պատասխանեմ։ Հա, չնում եմ, եկա հիշի կտա, ստեղ չեմ գրում։ Ասում է չեն կարողանում մարդ բերեք, բայց այնտեղ խոսակցության մեջ ասում է, որ մարդիկ այդտեղ պետքա, այսպես ասած, ֆոնը ապահովեին, իսկ գործողությունը պետքա անեին կոնկրետ մարդիկ։ Ու այդ լեյտմոտիվի մեջ է, որ ասում է, դե մարդիկ խորը անասուն են, իրանք ուզում են ամեն ինչի մեջ իրանք մասնակցությունը լինի, իրանք թող մտածեն, որ իրանք այդ ամեն ինչը մասնակցում են, իսկ կոնկրետ այն մարդիկ, ովքեր որ պետքա գործողություն անեն, շտաբի պետը, բանի, ոնց ասում, շտաբի պետը, բանն է, Բագրատ շտաբի պետը համեմատում են բանակի Հա, բանակի կառուցվածքի հետ, հա, ու ասում է այդ գործողություն անողները սրանք են, իսկ այն անասուն, խորը անասուն ժողովուրդը ներողություն եմ խնդրում հարգելի հայրենակիցներ, որ մեջ բերում եմ այդ հիմարությունը, իրանք պետքա դե ուզում են մասնակցեն, թող իրանք էլ կան այդ բաները, բայց գործողություն անողները պետքա իմանան, ով ինչ է անում, ասում է, բայց հələ հետաքրքիր բան հիշեցիք, ասում է, բա իրանք պետքա մեկը մյուսի մասին չիմանան, ասեք, այդ ինչ միտինգ է, որ մեկը մյուսի մասին պետքա չիմանա։ Ենթադրենք, եթե մի խումբը իմանում է, որ ինքը Տերյան փողոցն է փակում, այն մյուս խումբը իմանում է, որ ինքը պայմանական Սարալաժն է փակում։ Այդ որ իմացան իրանք միտինգը չի ստացվի, ժողովուրդում են փորձում այդ բանը ասողները, էս շի տեղ դնեն։ Հայկական այդ հաղթակցությունը պետք է պահպանել, ոչ թե չի պետք։ Հա, պահպանել, հիմա ասում է, պետքա իրանք մեկը մյուսի գործողության մասին չիմա, պետքա միջև վերջ գնացող լինեն։ Դա ինչի ու մեկ էշի տեղ դնում։ Այսինքն, լավ կներես պայքարը ոստիներով, ես էլ եմ պայքարը, մենք ոչ շշեր ենք ունեցել, ոչ պայթուցիկ ենք ունեցել, ոչ զենք ենք ունեցել, ոչ ցուցաձայնային նռնակար մեր ժողովրդի վրա 201 հոգի վիրավորվել են։ Անցած տարի։ Հա, ոստիկանությունն է օգտագործել, այո, ոստիկանությունն է օգտագործել, որտեղ այդ նույն մարդը հարցակում էր կազմակերպել ազգային ժողովի վրա, այո, իհարկե, բայց ինչ պետք է անել ուզում հասկանում։ Այդ այն բանն է, որ վերջնում իրանք ուզում էին հետ շպրտեին, մեկի ձեռը վնասվել էր, Կրիստինե Վարդանյանն էլ վազելով եկել էր վարչապետին ուզում էր ցույց տալ ձեռը կտրվել է։ Այսինքն ոստիկանության վրա փաստացի բան շպրտելու պատճառով է դա եղել։ Եվ այս չի վերջացել։ հետ կապված, որ ասում եք մոնտաժած չէ։ Դուք հետաքրքիր քննչական հետաքրքիր հնարք օգտագործել այդ հատվածներում, ոչ թե մոնտաժված, այլ շատ հետաքրքիր դրվագներում հանկարծ չի լսվում։ Անդադ գրառվում է նախադասություններից հետո վերջում սկզբում չի լսում խոսակցությունը։ Այ հիմա դա մոնտաժ չէ, հնարք օգտագործված է։ Գուցե Ինչ ես համարում, որ դա հնարք է, ուզում հասկանամ։ Ինչու ամբողջական այս չեն կարող մենք ապացուցել, բայց լսեք, հիմա մենք որևիցե մեկը լսել ենք հստակ բացատրություն այն օրինակ այն նախադասության մասին, թե ինչ է նշանակում երկու հոգի պատի տակ գյուլում ես, ընտանիքներին էլ փոխհատուցում տալիս ես, իրանք էլ դրա վրա ուրախանում են։ Կամ հստակ գրված է։ Դա թմրանմոլներին է վերաբերվել դրական։ Լսի, ոչ մեկին չի կարելի գյուլել պատի տակ։ Թմրամոլին, հանցագործին, ոչ մեկին չի կարելի, ոչ մեկ դրա իրավունքը չունի, առավել եւս Բագրատը կամ որևիցե մի այլ կերպար։ Ոչ, չհասկացա, այսինքն ով ում պատրաստ պետք է այդպես գյուլելի, հա, պատի տակ։ Ինչ է շարունակում ում ավ թմրամոլներին է։ Բայց իրանց մոտ խիղճ թմրանի միջոց հայտնաբերվել։ Այսինքն ամեն ինչ է։ Ուսնեն մի կարթա, ես չեմ կարդում։ Սիմոնյան, դուք մասնակցությամբ իրավաբանական այս պնդումները, որ անհայտ ահաբեկչություն եւ այլ դեռապացուցված չեն, լավ, կան հիմնավոր կասկածներ։ Դուք ո՞նց եք պնդում, որտեղ է կազմակերպում են ահաբեկչություն եւ այլն եւ առավել եւս գրառում ես։ Այո, թվում է ես ձեզ պիտի անգամ։ Ոչ ես թվում է դուք ինչ տես բան պետք է ասեք, ես պետք է սկսեմ արդարանալ։ Որտեղ ցույց տվեք, ցույց տվեք։ Դա իհարկե, դա իհարկե,
մի գորգռա։ Դա իմ քաղաքական գնահատականն է, եթե Հայաստան խմբակցությունը համարում է, որ իրանք ահաբեկիչ չեն եւ կբերի միտեղ, որտեղ ես ասել եմ, որ իրանք ահաբեկիչ են, մեծ սիրով իրանց հետ կգնամ դատարան։ Բայց չգիտես թե ինչու։ Դա ձեր գնահատականն է, ոչ թե դա իրեն ապացույց է, դա փաստ չէ, որ դուք ասում եք։ Լսի, ես այն օրինակը բերեցի դու այդտեղ չէր։ Հոկտեմբերի 27-ին, երբ որ Նայիրի Հունանյանը եւ մնացածը ձերբակալվեցին, միջև դատարանի վճիռը լինել, իրանք օրինական առումով չէին կարող ահաբեկիչ համարվել, որտեղ անմեղության կանխավարկած կար, չէ՞, բայց բոլորին պարզ էր, չէ՞ որ դա ահաբեկչություն էր։ Լսի, քրեական այդ մասներանով վերադառնանք իմ մասնագիտությանը։ Ոչ բոլոր քրեական հոդվածներն են, որոնք որ պետք է միջև ավարտին հասցվեն, եւ դա համարվի քրեորեն պատժելի։ Արդեն խումբ ձևավորելը, արդեն օրինակ քրեորեն պատժելի արարք է։ Այսինքն ոստիկանությունը հացան պետքա չբռնի սպանեին, ասեն, այնուամենայնիվ ահաբեկչություն։ Բայց օրինակ պարզ Սիմոնյան, տեսեք, 2024 թվականին էր դա նախանշված, որ պետք է տեղի ունենա 2024, ըստ քննչականի հետ հրապարակած փաստաթղթերի, որը տեղի չունեցավ։ Հիմա քանի որ ասում եք պարտադիր չի որ մինչև վերջ տեղի ունենա նոր ահաբեկչություն որակել, այդ մարդիկ էլ ասում են որևէ գործողություն, որպես այդպեսին, որոնք որ նշված են այդ փաստաթղթում, ավտոբուսների վրա յուղ լցնել, չգիտեմ, ներքին զորքերի աշխատանքը խափանել եւ այլն, իրենք որպես այդպեսին որևէ գործողություն չեն արել այդ 1 տարվա ընթացքում, որը կարող է հիմք հանդիսանալ կամ կասկածի տեղ։ Դուք կարդացել եք, ես ուզում հասկանամ, դուք ամբողջը կարդացել եք, թե ես պետք է ձեզ պատմեմ ինչա դրած այնտեղ։ Ներողություն, կարդացել եք։ Չէ, դուք կոնկրետ կարդացել։ 77 է իմը, չեք կարդալ։ Դե բա այնտեղ նկարագրել, տեսեք, մի րոպե, հարցը տալիս եք։ Օրը ասում է մինչև սեպտեմբերի 19, 20, 21-ը թող մի օր տևի, 40, լսեք, չէ, թվական ինքը չի, դուք պլանը այն թուղթը, որը որ հրապարակվել է, եւ գաղտնալսումները համադրում են, դրանք տարբեր ժամանակահատվածների մասին են։ Նպատակը եղել է այս տարվա սեպտեմբերին այդ գործողությունները անելը, դրա մասին է խոսքը եղել։ Պլանը կարող է եղած գծած լինի, օրինակ, չգիտեմ, 17 թվականին, պայմանական եմ ասում, բայց գործողությունները հետևել են, այսինքն երբ որ պլանը հայտնի է դարձել, երբ որ տենց թուղթ է հայտնվել, սկսել են հետևել, դա իմ գնահատականներն են, այսինքն ինչ որ ես ամբողջությամբ կարդացել եմ, ես իմ հետևի բանն եմ ասում, եզրակացություն եմ ասում, սկսել են հետևել, տեսնել ելով է ներառված դրա մեջ, ինչ են պատրաստվում անել, ինչ միջոցներով են պատրաստվում անել եւ այլ, եւ եկել է մի պահ, երբ որ հասկացել են իրավաբանները, որ չէ, հիմա արդեն, այսպես ասած, սա կանգնեցնելու ժամանակն է, եւ այդ ժամանակի մեջ գտնել, փորձել գտնել արդարացում երկու հոգու պատի տակ գյուլում ես այս ազգանասունը, եկեք խմբեր ձևավորենք, որ մեկը մյուսի մասին չիմանա, եւ այլ 77 անգամ եւ այլը, ասենք կներեք էլի, բայց հիմա ոչ ես եմ դատավոր, ոչ դուք եք փաստաբան, ոչ այստեղ դատախազ կա։ Կա փաստ, այդ զայնագրությունները, կա փաստ, այդ հայտարարությունները, կան մասնակիցներ, որոնք քաղաքական գործիչներ չեն, որոնք հանրային գործունեություն չեն ծավալում։ Դուք ուզում եք ասեք, դուք դժվարությամբ եք ճանաչում են մարդկանց, ում անունները հրապարակվել է, ես անձամբ դժվարությամբ եմ, բացի 1-2 հոգուց, ես դժվարությամբ եմ ճանաչում են մարդկանց, ովքեր որ այդ խմբի մեջ ձերբակալվել են։ Դուք ուզում եք ասեք, որ Բագրատ Գալստանյանը այտենց չկարողացավ ոչ մի բան անի քաղաքական դաշտում, այդ չէ, ես ապրիորի եմ հարցնում։ Չկարողացավ ոչ մի բան անի, այդ անհայտ սարկավակները, եկեղեցականները եւ նախկին զինվորականները եւ ոստիկանները պետք է քաղաքական process սկսեին եւ այդ քաղաքական process-ը միտինգի աղավ լավ։ Ասում եք, որ այլ կարևոր մարդիկ կան այս ամեն ինչի թիկուն։ Չէ, չես լսում ուզան ջան, ասում այդ մարդիկ քաղաքական process-ի ներկայացուցիչներ չէին եւ քաղաքական խոսքի ներկայացուցիչներ չէին, այսինքն ասել հիմա որ Նիկոլին խփեմ ինձ ինչ ալնելու, իսկ եթե Ալենին ու Արարատին միաժամանակ Նիկոլի հետ վերացնենք իրանց իշխանությունը չի գա, չենք խանգարում։ Պարոն Սիմոնյան, Լևոն Քոչարյանն էլ այս ամեն ինչը ձերբակալությունները կապեց վարչապետի Թուրքիա այցի հետ, նաև նշեց, որ պատրաստվում եք այդքան քննարկվող միջանցքը հանձնել ու դրա համար հիմա պայքարի ճակատը վերացնում եք։ Լևոն Քոչարյանը լուրջ չի եւ Լևոն Քոչարյան որպես քաղաքական գործիչ ես չեմ մեկնաբանում, ինքը լուրջ չի։ Ինքը եկել է իր հորը ստեղ պաշտպանելու, ինքը քաղաքականությունից այնքան է հեռու, ինչքան որ չգիտեմ, հնարավոր է, ինքը քաղաքական գործիչ չի, ինքը եկել է ստեղ, երբ որ իր նկատմամբ քրեական գործ հարուցվեց, մի քանի հոգի մի ապալ-թափալ մանդատները դրեցին, որ ինքը ստեղ իրան իբր մի քիչ պաշտպանված գա, եւ ինքը կներեք քաղաքական գործիչ չի։ Ինքը բացի Ռոբերտ Քոչարյանի տղա լինելուց, ես չգիտեմ, ինչով է հայտնի էս երկրում։ Երբ մեկ էլ չգիտեմ, ասել եմ, չեմ ուզում։ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, թե չէ, օրինակ իրեն շատ են որակում, որ քաղբանտարկյալ է, քաղաքական հետապնդումների է ենթարկվում։ Սամվել Կարապետյանը քաղաքական գործիչ է։ Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեությամբ ազգաղել իրավունք ունի։ Հաշվի առնելով, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի է, ինքը նույնիսկ հասարակ падգամավոր չի կարող լինի։ Ինքը, բայց հասարակ падգամավոր չի կարող լինել։ Նաև ինքը քաղաքական հայտ չի ներկայացրել եւ քաղաքականությամբ բան չի զբաղվել։ Այն բաները, որոնք որ հիմա մեղսագրվում են, որևիցե կապ չեն կարող ունենալ քաղաքականության հետ։ Վերադառնալով հայտնի ձայնագրությանը, Սամվելը Տաշիրի հետո կմիանա։ Իմիջիալոց վերադառնալով ժամկետային բանին, դա ասվել է փետրվարի 18-ին 2025 թվականին։ Դա ասվել է
Դուք սիրում եք, չէ՞, ասել, որ բա ո՞նց եղավ, որ 24 թվին էս եղավ, հետո 25-ին էդ եղավ։ Հիմա ես դες հակառակ հասնեմ տալիս։ Այդ ո՞նց եղավ, որ փետրվարի 18-ին 2025 թվականին Բագրատ Գալստանյանը ասում է, որ այո, Սամվելը, Տաշի Սամվելը միանալու է, ես ժամանակը կա եւ միանա, եւ դրանից հետո, ամիսներ անց գալիս է այն պահը, երբ որ ինքը ասում է, որ ես իմ ձևերով կանեմ։ Ես մի հատ ուրիշ բաներ եմ ուզում ձեզ ասեմ, բայց ավարտենք հարցերը կանադան։ Լևոն Քոչարյանին Մի հատ Լևոն Քոչարյանի Այսօր պարոն Քոչարյանը абսուրդ է որակել, ցույցեր նախապատրաստել է որպես ահաբեկչություն ներկայացնել, նկատենք, որ գաղտնալսումների վերծանումներում նաև նրա անունն է շրջանառվում, մասնավորապես Վազգեն Գալստանյանը ըստ այդ գաղտնալսումների խոսել է Լևոն Քոչարյանի հետ եւ ասել է, որ պետք է ակտիվացնի ջանքեր։ Լսեք, ցույցերի մասին խոսելիս ինքը պետք է լռի եւ հիշի մարտի 1-ի ցույցերի ժամանակ իր հայրը ինչ արեց Երևան քաղաքի կենտրոնում եւ ինքը այդ ուժն է ներկայացնում, ինչ անշուշտ իր հայրը ինչ ասես, ոչ մի բան չի կարող անել։ Եվ կարծում եմ իրան կրկնում եմ մեկնաբանել որպես քաղաքական գործիչ, իմաստ չկա այն բանը, որ ինքը իմ նշած փաստերի բերումով հայտնվել է ազգային ժողովի դահլիճում, իրան քաղաքական գործիչ չի սարքել, ինքը Քոչարյանի տղեն է, թող գնա իր համար լրվի, իր գործերով զբաղվի, սպորտով զբաղվում, չգիտեմ, թող զբաղվի դրանով, դան հանգստանան, դա չի վերաբերում։ Պարոն Սիմոնյան, երկու հարց եմ ուզում ձեզ տալ տարբեր բաներով, թեմաներով։ Առաջինը Ասողիկ Աբեղյանը զգուշացրել է եկեղեցու հետ կապված այս թեմաներով, որ եթե չդադարեցնի իշխանությունը այս գործողությունները հոգևորականների եկեղեցու հետ կապված, ապա բանադրանք կկիրառեն, դա այդ հայտնի զնզովքն է։ Նախ ուզում եմ սրան արձագանքեք այս հեռանկար արդյոք ձեզ մղի, որ դուք դադարեցնեք այս պրոցեսը, եւ երկրորդ հարցը ով պետք է դա գործադրի, Կտրիչ Ներսիսյանը։ Կտրիչ Ներսիսյանը լեգիտիմ չի եւ Կտրիչ Ներսիսյանը ոչ մի բան չի կարող անել ինքը դրա մասին այսօր մի հատ տեսանյութ էի հրապարակել, պարոն Ռուբինյանն էր հրապարակել, հետո ես, որտեղ ինքը ասում է, ինքը իր խոստումը դրժել է, ինքը չի կարող, իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրանց հարցն է, իրանց թվում է իրանք Աստված են, իրանց թվում է իրանք Աստծո ներկայացուցիչներն են, իրանց թվում է, որ եկեղեցին իրանց հոր տունն է, իրանց բանից են բերել, տնից են բերել, իրանք չարաճար սխալվում են։ Լսեք, իմ հարաբերությունները Աստծո հետ մարդ սպանելու ցանկություն ունեցող իր կուսակրոնությունը բանը խախտած եւ մնացած բոլոր մեղքերի մեջով անցած մարդկանցով ես չեմ պայմանավորում։ Թող իրանք մտածեն մոմը ինչ գնով են ծախում, ջուրը ինչքան են լցնում, որ այդ որ մոմը տնկում ես մի քիչ ջուր շատ մնա, որ հետո հալածնեն նորից մոմ ծախեն։ Թող մտածեն եկչախմբին ինչքան փող պետք է տա խաչամփյուրի ժամանակ, ոնց կամած ասեն մի հատ քիչ ես դնում, խավոր ջան, մի քիչ շատ փող դի։ Թող այդ բաների մասին մտածեն։ Թող մտածեն իրանք շուրջը ինչ է կատարվում։ Այս պայդրությամբ երկու բարձրաստիճան եկեղեցական մեղադրվում են ամենածանր քրեական հանցագործության մեջ մի քանի սարկավակ եւ մնացածը։ Եվ պարոն Սիմոնյան, մի հարց ուզում եի տալ, դուք ոնց որ ձեր համացանցի որևէ էջում տեղադրել եք լուսանկարներ եւ հետքը պարզել է, որ այդ լուսանկարները արված են Կարիբյան ծովում։ Ես ուզում եմ հարցնել ձեզ այդ լուսանկարները երբ են արվել, որովհետեւ այստեղ կարծես թե կասկածային է, որ հայտարարագրում չկա այդ մասին ոչ մի խոսք, ինչու նշված չի հայտարարագրում, երբ են արվել լուսանկարները եւ այստեղ դուք ինչ միջոցներով եք եղել, հայտարարագրումը արվում է, երբ որ տարին լրանում այդ նկարները արված են այս տարի եւ հաջորդ տարվա հայտարարագրի մեջ, որով ես այս տարին պետք է նկարագրեմ, դա ներկայացված չէ։ Ժամկետները հունվարի 14-15-ին են դրանք։ հայտարարագրի երբ եք ներկայացնում։ Հաջորդ տարվա կեսին։ Այսինքն ես պետք է ներկայացնեմ այս տարվան, այս տարվան։ Ծախսերը, պարոն Սիմոնյան։ Լավ է, հիմա հայտարարագրից հիմա ներկայացնեմ։ Պարոն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև կաթողիկոսի հնարավոր արտահայտ։ Հիշում ես վերջին անգամ որտեղ ես գնացի ինչքան ասած։ Ես չեմ հիշում, կներես, որտեղ շատ եմ տեղ դնում, չեմ հիշում։ Նիկոլ Փաշինյանը խոսել էր կաթողիկոսի հնարավոր արտահայտ ընտրությունների մասին, ասելով եթե երկրում պետք է Դա ընտրություններ հնարավոր չի, դա միանշանակ է։ Ինչպես եք պատկերացնում եւ օրինակ ինչ փուլում է դա հնարավոր լինի կիրառել, այսինքն այն կոչերը, որոնք քրիստոնեաբար արվում է, ինչպես Նիկոլ Փաշինյանն է բարձրաբար ասում, որ պետք է վեհապարը լքի, եթե դա չհաջողվի, այսինքն ի վերջո վեհապարը տեղի չտա եւ չկատարի պահանջը, ինչպես եք հասնելու նրա հրաժարականին եւ արտահայտ ընտրություններին։ Եվ տեխնացու ունեք։ Ոչ, մենք տեխնացու չունենք եւ պետք է ասեմ, որ մնացածի հետ կապված ես համոզված եմ, որ Կտրիչ Ներսիսյանը, եթե ոչ այսօր, եթե ոչ վաղը, ապա շատ մոտ ապագայում կգիտակցի, որ ինքը պետք է ազատի վեհարանը, որպեսզի նոր կաթողիկոս ընտրվի եւ գիտեք ես իրան այնուամենայնիվ այդ մասով համարում եմ, որ այդ իմաստությունը իր մեջ կլինի։ Ես վստահ եմ, որ այդ իմաստությունը ինքը մի ինչ-որ պահի կգա։ Իշխանությունը ինչքան է սպասելու դա։ Մենք իրականում չենք սպասում։
Իրականում մենք չենք սպասում։ Մենք սպասելու բան չունենք։ Մենք ասում ենք, որ մենք վստահ ենք, որ ինքը գնալու է։ Ինքնական է գնալու։ Դե ես չեմ կարող ասեմ, որ ինքնական է գնալու, թե ենթադրենք կողքի եպիսկոպոսները կամ խիղճը կամ Աստված իրան ինչ-որ ձևով նշան կտակ, ասի եղբայր, ամոթա, մի արա այդ բանը, դու ամբողջ դու դարել ես Լյուդովիկոս 14-ը, որ պետությունը դա ես եմ։ Հիմա դու ասում ես եկեղեցին դա ես եմ։ Հա, ամոթ է։ Մի բան է։ Եթակրին գնացող է ընտրելու նոր կաթողիկոս եւ արդյոք լեգիտիմ է լինելու։ Դե բարձա որ ես ձեզ վստահեցնում եմ, որ որևիցե մեկի անուն քաղաքացիական պայմանագրում մեր անձնական զրույցների մեջ երբևիցե չի քննարկվել։ Ես դա նկատի։ Ոնց որ ընտրում, ոնց որ ես այդքան մանրամասն չգիտեմ։ Իրանք իրանց մեջից պետք է ընտրեն, բայց պայմանը այն պետք է լինի։ Ինչպես են համոզված լինելու, հա, որ ուխտը չեն խած։ Երևի ենթադրում եմ, որ ամենամեծ խնդրեմը այսօր որ կաթողիկոսը չի գնում, երևի դա է, որովհետև ոնց է լինի, դժվար է, շատ դժվար է, եւ կընտրենք երևի, հիմա մենք ինչ որ ապագայի հետ կապված բան են, նախ գնաց, հիմա գնացել է, չի գնացել, չէ՞։ Հա, երբ որ գնա թող Ինչ է բոլորին էսպես։ Ոսի ջան, հարցը չեմ հասկանում։ Նկատի ունենք ինչպես է ճիշտել ինքը կուսակրոն։ Չէ, այնտեղ հո բոլորը չպետք է կուսակրոն լինեն։ Այն մարդիկ ովքեր որ ես նորից եմ ասում, ես դրանով հիմա չեմ պատրաստվում։ Թող իրանք իրար մեջից ընտրեն, չի ստիպում, որ ես ինչ որ հարցի պատասխանեմ, որ ինչ որ կառույց ինչ անելու։ Թող անի։ Եթե հաջորդներ կա ու հաջորդն են անդամ։ Չի կարա այդպես բանել։ Չենք որոշի։ Այդ իրանք են որոշել, որ լավը չի։ Երբ որ երթում են տվել մայր տաճարում, երբ որ հարսի քողը գցել է կաթողիկոսի պաշտոնը ստանձնելուց եւ ասել է, որ ինքը անձնական կյանք չունի եւ ինքը իր անձնական կյանքը դա Աստծո հետ շփվելն է, իր հարսը դա եկեղեցին է, ինքն է այդ որոշումը կայացնում, ոչ թե մենք։ Հոգեվորականները եթե հաշվեն են։ Ոսի ջան, դες բան չենք քննարկել։ Ես կարծում որ իրենք ախր դու չես հասկանում, որ մենք չէ որ պետքա դա որոշենք։ Իրանց կանոնները խախտել են։ Մենք որպես հավատացյալ մարդիկ ասում ենք մենք չենք ընդունում այդ ինչ որ դու կարել եք, որտեղ դուք ձեր սահմանած կանոնները խախտել եք։ Դու դրան վերաբերում ես, ոնց որ, չգիտեմ, Coca-Cola ընկերությունն է, իրանց բանն է, կառավարման բանն է, իրանք են որոշել, որ Coca-Cola-ի բանը պետք է կարմիր լինի։ Հիմա դուք եք խառնում, որ այդ Coca-Cola-ի բանը սև են սարքել։ Դա Coca-Cola-ն չի, հասկանում ես։ Դա հայ, սուրբ առաքելական եկեղեցին է, առաքելական խի ասում, ինչ որ ամեն ինչ նկարագրված է այդտեղ։ Բայց դուք ինչ, դա բան չի, Coca-Cola-ն չի, տարբերեք։ Վերջ։ Նախ պետք է հիշել նաև, որ ձեր նշած հրապարակմանը զուգահեռ եղել է նաև հրապարակում, թե ինչ է ասել մեր դեսպանը իրանական կողմին, եւ դեսպանը կրկնել է, որ TRIP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո եւ հավասարության փոխադարձության սկզբունքներով եւ ոչ TRIP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ։ Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ եւ տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց գայունությունները, իրենց շահերը հաշվի առնված են եւ այս առումով շատ կարեւոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը, այդ թվում Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի առնում է եւ նաեւ հնարավորություններ է ստեղծում իրենց համար։ Ես կարծում եմ սա ուժի մեջ է։ Իսկ պարոն Ռուբինյանի դեպքում ինչու են նման հայտարարությունները ձեզ հնչում, ինչն է։ Դե մենք բազմիցս բարմերաբար նաեւ մենք եք բարձաբանել։ Մենք պետք է հաշվի առնենք Իրանի ընդհանրապես ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործնախարարությունը։ Մենք հիմնվում ենք Իրանի արտգործնախարարության հայտարարություններին։ Այսինքն կարող ենք ասել, որ այս մտահոգությունները, որ այս մյուս թևից են հնչում, այդքանը չի անհանգստացնում։ Մենք կարող ենք ասել հետեւյալը, որ բացառվում է Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան եւ այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ եւ մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա եւ Իրանի կարմիր գծերը նույնպես հաշվի առնված են, որովհետեւ իրական դա ոչ միայն Իրանի կարմիր գիծն է, դա առաջին Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու։ Պարոն Ռուբինյան, Ռուսաստանից եւս այս առումով հայտարարություն կա, ասում են, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել այսպես կոչված TRIP-ի երթուղին, նշում են, որ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը կոնցեսիա ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման համար եւ որ
Հանրապետությունով ասում է նաև ռուսական երկաթուղին, այսինքն համատեղման նաև ասում են։ Որն է ձեր հարցը։ Ռուսաստանի ներկայության մասով քննարկումներ կան ԱՄՆ-ի։ Ինչի մասով, չէ, չկան։ Չկան։ Ինչպես հնարավոր է մասնակցի տրիպի ճանաչում։ Նման քննարկում չկա։ Իսկ այնտեղ ցնցող հայտարարությունները, ուղղակի ցանկություններ են, ինչպես կբացատրեք։ Չգիտեմ, չունեմ մեկ, չեմ կարող բացատրել։ Այսինքն ցանկություն չկա, պարոն Ռուբինյան, թե Ինչի մասն է խոսքը, ես չեմ հասկանում։ Իրենք ասում են պետք է մասնակցություն ունենան։ Ինչի մեջ։ որ այդ նոր կառուցվող երկաթ Բայց խոսում եմ մարդու հետ։ Ինչի մեջ։ Նրանք ասում են պատրաստ են քննարկում ունենալ։ Շատ լավ, ուրախ ենք, որ պատրաստ են քննարկումների։ Ուրախ ենք, որ պատրաստ են քննարկումների։ Մենք ենք պատրաստ։ Ինչի՞ն։ Այդ քննարկում։ Ինչ քննարկում։ Իրենց Ինչ ասած։ նախագծում իրենց ներգրավվածությունը։ Նման քննարկումներ չկան։ Ռուսական ընկերություն անվանական համանում եք։ Սիրելիներս, ուզում եք 160 անգամ ասեմ, քննարկումներ չկան։ Ես հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում։ Պարոն Ռուբինյան, ես հարցում եմ։ Շատ լավ, լսում եմ ձեզ։ Այսինքն մինչև տարվա ավարտը, ինչպես բազմիցս հայտարարվել է, կաթողիկոսին հեռացնելու գործընթացը կավարտվի։ Որտեղ ով է հայտարարել, որ կաթողիկոսին, եթե հավանաբար կաթողիկոս ասելով նկատի ունեք Կտիչ Նեսյանին, ով է հայտարարել, որ մինչև ով է հայտարարել, որ մինչև տարվա ավարտ, ով, անուն ազգան։ Հավանական համարում եմ ընդհանրապես, որ Կտիչ Նեսյանը, այսպես ասեմ, հավանական չեմ համարում, որ Կտիչ Նեսյանը որևէ ձև ունի իր ձևով կամ այլ ձևով որևէ ձև ունի մնալու կաթողիկոսական գային, որովհետև ինքը չի կարող մնալ։ Ես կարծում եմ ինքը կհեռանա։ Քրիստոնեաբար։ Մի քիչ բացենք, պարոն Ռուբինյան։ Ինչ կա, Աստվածաշունչը կարդացեք կբացվի։ Իսկ ամանորի գիշերը շնորհավորանքը ցուցադրվելու է, թե այս Ում շնորհավորանք։ կաթողիկոսի։ Ես կարծում եմ թափուր է մեր կաթողիկոսական գահը։ Կարող ուրիշ հոգևորականի տեսնենք օրինակ։ Չգիտեմ, ես ոչ Ամերիկում եմ աշխատում, ոչ էլ հոգևորականում։ Պարոն Ռուբինյան, ԳՂ-ում սկսվել է տեխնատուների հետ երկխոսությունը կամ հարցաքննություն, հարցապատասխան քննություն, չգիտեմ, գիտեք ինչպես ձևակերպեք։ Ինչն է նորից կասեք։ Ձեր տեխնատուների հետ։ Հա, ինչ հարցաքննություն, ինչ տկա։ Երկխոսություն եք սկսել հարցապատասխան։ Հարցաքննություն բառը օգտագործեցիք, հա։ Բայց ինչի եք դուք օրինակ այդպես բառեր օգտագործում։ Հարցաքննություն կարող է օրինակ Հայ ազգային կոնգրեսում լինի, ինչի եք դուք այդպես բառեր օգտագործում։ Մենք ձեր մոտ տպավորություն ենք թողել հարցաքննողների, հա։ Քննողների։ Ոչ էլ քննողների։ Հա։ Ոչ էլ երկխոսություն է։ Մենք ունենք ի տարբերություն Հայաստանի կուսակցությունների գերակշիռ մեծամասնության, ես կասկածում եմ, որ նույնիսկ ի տարբերություն բոլոր մյուս կուսակցությունների։ Ունենք նախընտրական ցուցակի ձևավորման ժողովրդավարական համակարգ, երբ որ նախընտրական ցուցակը ոչ թե ձևավորում է մեկ մարդ կամ մեկ վարչություն, այլ մենք ունենք հստակ ընթացակարգ, որ մարդիկ կուսակցականները, իդեպ նաև ոչ կուսակցականները կարող են առաջադրել իրենց տեխնատությունները ցուցակում ընդգրկվելու համար։ Հետո վարչությունը հանդիպում է տեխնատուների հետ, ունենում է նախնական քննարկում, որի արդյունքում իրականացնում է տեխնատուների գրանցում։ Հիմա մենք այդ փուլում ենք, հիմա շարունակեք ձեր հարցը։ Նախնական քննարկումների փուլում քանի տեխնատուի օրինակ արդեն կա 300-ից ավել է դիմել։ Օրինակ արդեն որոշել Անյան, Չէ, քանի որ գործընթացը չի ավարտվել, ես հիմա չեմ ուզում հստակ ասեմ ով է գրանցվել, ով ոչ, գործընթացը շարունակվում է։ Ներողություն, հերթով էլի։ Եթե գաղտնիք չէ, հարցաշարի ինչ եք հարցնում, հարցաշարի։ Հիմնականում բարեվարկության հետ կապված հարցեր, այսինքն միտքը հետևյալն է, քանի որ նախընտրական ցուցակը կազմվելու է համաժողովի կողմից, նախ պետք է տեխնատուների գրանցեն, որպեսզի իրենք մասնակցեն քվեարկությանը։ Եվ գրանցման հիմք է հանդիսանում մինիմալ շեմ, այսինքն շեմ, որը վարչությունը համարում է, որ տեխնատուն հաղթահարում է գրանցվելու եւ քվեարկությանը մասնակցելու։ Ինչպես է կողմնորոշվում, ինչ հարցերի միջոցով։ Դե ըստ իրավիճակի, ըստ տարբեր հարցեր։ Նախ եթե կաթողիկոս ասելով նկատի ունեք Կտիչ Նեսյան, ոչ ամենևին ինքը մեր քննարկումների առարկա չէ տեխնատուների գրանցման։ Փաշինյանի նվիրվածության չափն եք որոշում։ Ախր նայեք, օրինակ կարող է Հայաստան դաշինքում կամ Ռոբերտ Քոչարյանին պատկանող լրատվամիջոցներում մարդկանց գնահատում են ըստ Քոչարյանի նվիրվածության։ Քաղաքացիական պայմանագիր, ներողություն։ Քաղաքացիական պայմանագիրը կուսակցություն չի, որը հիմնված է մեկ մարդու շուրջ։ Քաղաքացիական պայմանագրում քաղաքացիական պայմանագիրը, այդպիսի կուսակցություն չի, քաղաքացիական պայմանագիրը, օրինակ, չգիտեմ, այլ նախկին այսպես կոչված նախագահների կուսակցությունների պես չի, որտեղ բոլորը ներողություն, այո, ի տարբերություն շատ քոչյանական
կուսակցությունների եւ լրատվամիջոցների քաղաքացիական պայմանագրում մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ։ Նիկոլ Փաշինյանի ասած չանել ու մնալ կուսակցական։ Այո, դրա վառ օրինակ։ Հովիկ Աղազարյանը վառ օրինակն է մարդու, որը ներկուսակցական լուրերը հայտնել է լրատվամիջոցներին փակ տեղեկատվությունը։ Դրա համար ինքը դա հանցագործություն չի, բայց ինչքան գիտեմ, որ Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք ուզելու մեջ, բայց դա թող դատարան։ Բայց դա թող դատարան։ Չեմ կարծում, որ դրա վերաբերյալ ինչ դատական ոչ։ Չգիտեմ, դուք ավելի լավ եք հետևում, բայց ինչ եմ ուզում ասել, եթե դուք ձեր հարցերով ուզում եք ենթատեքստ դնել, որ ԿՊ-ն այնպեսի կուսակցություններ, որտեղ ամեն ինչ չափվում է Փաշինյանի նվիրվածությամբ, դուք կարծում եմ այս դեպքում դատում եք ձեր սեփական ներողություն արտահայտությանս համար չափվածության աստիճան։ Բարոյա, բացառապես հրապարակային դաշտում չեք տեսնում, որ այն կարծիք։ Չէ, նկատի ունեմ ձեր ներողություն։ Եվ լավ չարտահայտվեց իրոք։ Նկատի ունեմ ձեր մտքի չափվածության աստիճան։ Չէ, որովհետև դուք շատ վիրավորական ենթատեքստ եք դնում ձեր հարցերի տակ։ Այո, որովհետև դուք ենթատեքստում դնում եք։ Դուք հարցնեմ իրեն, ձեզ նվիրված լինել, ովքեր ձեզ նվիրված են, դա վիրավորված։ Չէ, տեսեք էլի բան է։ Կարող եք հարցնել, բայց կրկնում եմ, դուք ձեր հարցի տակ դնում եք մանիպուլյատիվ եւ վիրավորական ենթատեքստ, որովհետև ես ձեզ չեմ հարցնում, չէ, օրինակ ձեր գլխավոր արժանիքը ձեր բանում ձեր խմբագրությունում։ Միթե ձեր խմբագրին կամ ձեր լրատվամիջոցի տիրոջ նվիրվածությունն է։ Բայց ամեն դեպքում ներողություն եմ խնդրում, իրոք երևի լավ չհնչեց։ Մեկնաբանությունից, բայց հասկացաք ինչ նկատի ունեք։ Ասենք նաև բարեվարկությունը հաշվի առնենք, կարող եք մի քիչ մանրամասնել, կոնկրետ ինչ մասերով։ Չէ, կարող ընդհանուր բարեվարկության մասին է խոսքը, բայց ոչ միայն բարեվարկության, ընդհանրապես թե պրոֆեսիոնալ որակների եւ ամեն ինչ։ Էֆեկտիվությունը նախորդ գործունեության եւ այսպես շարունակ։ Պարոն Օբինյան, կայապալասի հայտարարության հետ կապված ԵՄ-ի ոդիմեն արտաքին ազդեցության վերաբերյալ։ Ինչ սպառնալիքներ եք նկատում, ինչ եք դրել դրա հիմնավորման հիմքում։ Ուզում ենք մի քանի սպառնալիքներ մասին իմանալ։ Դե սպառնալիքները հայտնի են, այսինքն դու չեք տեսնում, որ Հայաստանի ներկայական դաշտում կան դրսևորումներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես միջամտության փորձ, կամ չեք տեսնում, որ ապատեղեկատվական արշավներ են տեղի ունենում մեր լրատվական դաշտում։ Չեք տեսնում, օրինակ, որ բացվում են կայքեր, բառից բուն իմաստով, ասենք 2 օր կայք է բացվում, մի հատ անգլալեզու, որտեղ ինչ որ սենսացիոն ֆեյք լուր են գրում, օրինակ, չգիտեմ, Փաշինյանը Կանադայում տուն է գնել, կամ ինչ են ասում, Հայաստանում Էրդողանի հրամանով կառուցվելու է 12 մզկիթ։ Այս լուրերը ինչ որ նորահայտ անգլալեզու կայքում գրվում են կամ ինչ-որ թուրք լրագրող է գրում, մի վայրկյան։ Օրեր անց օրինակ դա հայտնվում է մեր հայկական լրատվամիջոցների էջերում։ Չէ, էլի կարող է լինել, չգիտեմ, ապօրինի ֆինանսների օգտագործում։ Ինչ կա, որ հիմա ռեալ անհանգստացնի օրինակ։ Հարցը անհանգստացնել, չանհանգստացնելու մասին չի։ Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ եւ այդ միջամտությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում է։ Որտեղից միջամտության փորձ։ Օրինակ Եվրամիությունից ասում են Ռուսաստանից։ Կիսում եք իրենց։ Ես չեմ լսել իրենք այդպեսի բան։ Ես ասում եմ ցանկացած արտաքին միջամտության փորձ։ Բայց մեր իրավապահները չեն կարող դա կանխել։ Մեր իրավապահները չեն կարող։ Կարող են, բայց Եվրամիության իրավապահները չեն կարող կանխել։ Պարզի որ մեր իրավապահները պիտի կանխեն։ Խոսքը փորձի փոխանակման, չգիտեմ, մեթոդների փոխանակման մասին է։ Պարոն Ռուբինյան, վարչական դատարանը որոշել է, որ 20 թվականի ռազմական դրության ժամանակ կառավարությունն անհիմն է արգելել հավաքներն ու քննադատությունը։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, արդյոք չափազանցված չի եղել այդ շրջանում ընդդիմադիրներին ցույց տալ։ Դատական գործի մասով չեմ մեկնաբանի, որովհետև վերջին ատյանին չի հասել, որքան հասկանում եմ, տեսականորեն կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարանում, իսկ քաղաքականապես, եթե հարցը քաղաքական առումով եք տալիս, արդյոք ես համարում եմ, որ 2020 թվականին համաչափ չի եղել, չեն եղել սահմանափակումներ, չեմ համարում, ես համարում եմ, որ պատերազմական իրավիճակում այդպես էլ պիտի լինի։ Դատարանի հետևություններ չկան, որ սահմանափակվել։ Դե նոր ասեցի, որ դատարանի մասով չեմ մեկնաբանի, որովհետև դեռ վճռաբեկ տեսականորեն կարող է վճռաբեկ դատարանում բողոքարկվել։ Պարոն Ռուբինյան, երկու շաբաթ առաջ երբ հրապարակվեցին Լեռնային Ղարաբաղի բանակցային հաստատությունները, իսկ այդտեղ բացակայում էր QST-ի հաստատությունը, ընդդիմությունից արձագանքելով ասացին, որ հրապարակ եք այդ հաստատությունը։ Դե չկա, թող իրանք հրապարակեն։ Այո, եւ պատասխանը կառավարության եղավ այն, որ իրենց իրապետության տակ նման հաստատություն չկա։ Նախին դեսպան պրոֆեսոր Յունիկ Աղաջանյանը հայտարարել է, որ ԵԱՀԿ դեպոզիտարիայում կա այդ հաստատությունը եւ ցանկության դեպքում դուք կարող եք հարցնել
Հետաքրքիր է, այս ընթացքում գործել։ Չգիտեմ, առաջին անգամ եմ լսում եւ ձեր նշած անձի որևէ հայտարարության ես երբևէ լուրջ չեմ վերաբերվել եւ լուրջ չեմ վերաբերվում եւ զարմանում եմ, որ ոնց է այդպեսի անձը ընդհանրապես դեսպան եղել, դա շատ խոսուն է Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ։ Այդուհանդերձ պարոն Ռուբինյան, այդ փաստաթուղթը հայտնաբերելու իրենց կառավարությունը ջանքեր գործադրում է։ Այդ փաստաթուղթը կառավարությունը հրապարակել է այն փաստաթղթերը, որոնք կան իրենց դիրապետման ներքո, այսինքն իրենց մոտ ինչ կա հրապարակվել է, ինչ չկա չի հրապարակվել, որովհետև չկա։ Եթե Քոչարյանը պնդում է, որ այդպիսի փաստաթուղթ կա, թող հրապարակի։ Ձեր գործընկեր Ալի Խաչատրյանը Facebook-ում ոչ պաշտպանական Չէ, ինքը չի ասել դա ինչ է։ Ես երբ որ իրեն հարցրեցի, դա օրիգինալից արված քսերակոպիայի կտորներ, որ հրապարակել։ Դե չգիտեմ, թե ուրեմն մանրամասնի ինչ նկատի ունի, այդ ինչ փաստաթուղթ է, չգիտեմ, չեմ տեսել ես հրապարակած։ Եթե այլ հարցեր չկան, շնորհակալություն։ Ես իրականում հարց հնչեց եւ ես չէի կարող դրան չանդրադառնալ, դրա համար եմ մոտեցել անվյունից։ Նախ պարոն Դանելյան, ձեր դիտարկումների հետ համաձայն եմ, վստահության բարձրացման եւ այլնի, բայց Տիկին Խամոյանը էլի իրավացիորեն երբ որ ասում է, որ օրինակ շենքում ծեծկրտուկ կա, բարձր խոսակցություններ եւ հայհոյանքներ են ու շատերը չեն զանգահարում ոստիկանություն, այլ որոշում են, ինչպես նշեցիք, տղավարի հարցը լուծել եւ դա իսկապես վատ բան է, որովհետեւ մենք մեր հանրային ընկալումների մեջ պետք է ձևավորենք իրավական պետության քաղաքացի լինելու կեցվածքը, բայց այդտեղ չեմ կարող էլի Տիկին Խամոյան ձեզ չհիշեցնել։ Այ երբ որ ձեր կողմից խանդաղատանքով աջակցվող Վարդան Ղուկասյանը Գյումրիում Դոլյա Վարավսկայա երգն էր դնում, այդ ժամանակ մեկիդ մտքով անցավ, որ ասենք զանգեք Վարդանիկին, ասեք լսի, այդ տղավարի գողական խուժան բաների վերջը մի հատ տուր։ Այս Հայաստանի երկրորդ քաղաքն է, թե ինչ է։ Հիմա որ ասում եք, որ այդ տղավարի բան ճիշտ եք ասում, բայց պիտի նաև այդ մեդալի մյուս կողմն էլ էլի նայեք, որ երբ որ ասենք ձեր աջակիցը բանն է, Դոլյա Վարավսկայան է դնում Հայաստանի երկրորդ քաղաքի հրապարակում, բա դրանից ավելի մեծ, ավելի վառ ապացույց, որ մենք հանրային ընկալումներում խնդիր ունենք եւ պիտի փոխենք այդ մտածողությունը, դրանից ավելի վառ ապացույց ուղղակի գոյություն չունի։